Հունվարի 30-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է 3 միլիոն էջ, 180 լուսանկար և 2000-ից ավել տեսանյութ Ջեֆրի Էփշտեյնի անձնական արխիվից, ով միլիոնատեր ֆինանսիստ էր և ցանց էր կազմակերպել իր և իր ազդեցիկ ծանոթներից մի քանիսի համար աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ կանանց գտնելու համար։ Ցուցադրված ֆայլերը պարունակում են տեղեկատվության հսկայական ծավալ։ Դրա վերլուծությունը զգալի ժամանակ կպահանջի, ուստի Էփշտեյնի արխիվների վրա հիմնված բացահայտումները քիչ-քիչ կհրապարակվեն ապագայում։ Այնուամենայնիվ, լրագրողները սկսել են ֆայլերում որոնել այն հայտնի անձանց անունները, որոնց հետ Էփշտեյնը հարաբերություններ է պահպանել։ Նրանց թվում էին աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդիկ՝ Իլոն Մասկը, Նորվեգիայի ապագա թագուհի Մետտե Մարիտը, ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը, Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն, ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, Բիլ Գեյթսը, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, պոպի արքա Մայքլ Ջեքսոնը, Շվեդիայի արքայադուստր Սոֆին և այլ շատ ազդեցիկ մարդիկ։ Ողջույն և բարի գալուստ իմ ալիք, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակի թեման ամենաակտուալներից է համարվում վերջին 2 շաբաթների ընթացքում, և քանի որ ես ունեմ հոլովակ նվիրված Ջեֆրի Էփշտեյնին և նրա կեղտոտ գործերին, որը որ այդքան էլ պոպուլյար չէր իմ ալիքում, ընդամենը 700 դիտում ուներ 2 տարվա ընթացքում, մեկ էլ տեսա մի օրում հավաքել է միանգամից 2500 դիտում։ Հասկացա, որ թեման բավականին հետաքրքիր է հայ ազգի համար։ Այդ իսկ պատճառով ուզում եմ, որպեսզի միասին անդրադառնանք Էփշտեյնի ֆայլերին, քանի որ շատ երկար ժամանակ է պահանջվեց Դոնալդ Թրամփից, որպեսզի նա ստորագրի ֆայլերը հրապարակելու թույլտվությունը։ Այո, Դոնալդ Թրամփն է ստորագրել ֆայլերի հրապարակման թույլտվությունը և նա դա չէր ցանկանում, շատ երկար ժամանակով հետաձգում էր ամեն անգամ ինչ-որ մի առիթ պատճառաբանելով, բայց վերջիվերջո նա կոտրվեց։ Իսկ կոտրվեց թե ոչ, պարզ կլինի հոլովակի ընթացքում, լավ եկեք հիմա ասեմ ոչ, նա չկոտրվեց, քանի որ Էփշտեյնի գործը համարվում է փակված։ Այսինքն հետաքննություն այլևս չի լինելու, փաստաթղթերը կհրապարակվեն, բայց դա չի լինելու այլևս, քանի որ համարվում է, որ Ջեֆրի Էփշտեյնը գլխավոր հանցագործն է, իսկ նա մահացած է։ Քանի որ նա մահացած է, դատում է նրա զուգընկերուհուն, որ եղել է նրա գործընկերը Գիսլեն Մաքսվելը։ Ուտակը ոչ մեկ չի մնում, ոչ մեկի դեմ մեղադրանքներ չկան, մեղադրանքները միմի են Ջեֆրի Էփշտեյնի և Գիսլեն Մաքսվելի վրա էին։ Թրամփին ոչ ոք չի մեղադրում, և այն մարդկանց, ում ես կնշեմ հետագայում, իրենց այլևս ոչ ոք չի մեղադրում, որովհետև կամ ողջ չեն, կամ վախենում են։ Իսկ այս գործը համարվում է փակված։ Մենք կտեսնենք ֆայլերում շատ կեղտոտ գործողություններ, շատ վատ նամակագրական կապեր, կեղծարարություններ, բայց ոչ մեկ պատիժ չի կրելու։ Օրենքի առջև պատիժ չի կրելու։ Իսկ թե ինչպես նրանց կվերաբերվի հասարակությունը, հանրությունը, դա կիմանանք ժամանակի ընթացքում։ Դե ինչ, առաջարկում եմ ձեզ հարմար տեղավորվել, մենք սկսում ենք։ Ես ուրախ կլինեմ, եթե հետևեք իմ ալիքին, եթե ունեք ձեր կարծիքը, որը ցանկանում եք արտահայտել, ապա գրեք մեկնաբանությունների բաժնում, մենք պետք է քննարկենք այս հարցը, որովհետև հետաքրքիր բաներ և քննարկելու բաներ շատ կան։ Օրինակ, կարելի է քննարկել այսպիսի մի հարց, շատ ցավալի մի խնդիր, որ աղջիկների մեծ մասը, ովքեր որ եղել են կղզում, ովքեր որ ենթարկվել են սեռական ոտնձգությունների, եղել են անչափահասներ, փոքրիկ երեխաներ 6 տարեկանից սկսած, թե տղաներ և թե աղջիկներ, բայց հիմնականում աղջիկներ։ Եվ հետաքրքիրը այն է, թե որտեղից էին կարողանում գտնել այդ երեխաներին, և երբ որ նրանց հետ նմանատիպ բաներ էին անում, ինչի ծնողները չէին բողոքում, ինչի ոչ ոք դրա մասին չէր արձագանքում, որտեղից այդ աղջիկները նրանց։ Ես հասկանում եմ, որ չափահաս 17 լավ 16 տարեկան աղջիկներին գտնում են մոդելային գործակալությունների միջոցով, այո, այն ֆիլմերը, որոնք որ տեսել եք թրաֆիքինգի մասին, իրականություն են։ Շատերը այնտեղ հասնում էին Էփշտեյնի կղզի, հասնում էին մոդելային գործակալությունների շնորհիվ, որտեղ խաբում էին նրանց, տանում էին այնտեղ, եւ այլն եւ այլն եւ այլն, ինձ թվում է ձեզ ծանոթ գրաֆիկ է դա, բայց որտեղից անչափահաս փոքր երեխաները 6-ից մինչև 13 տարեկան երեխաներին ինչպես էին գտնում, ոնց, ուր էին ծնողները, այդ հարցը ինձ մոտ շատ անհասկանալի եւ մութ է մնում։ Էփշտեյնի ֆայլերում գործածվող մարդկանց անունները, հայտնի եւ ազդեցիկ մարդկանց անունները, ինչպես նաեւ նրանց լուսանկարների առկայությունը Էփշտեյնի հետ չի վկայում այն մասին,
որ աստղը կամ հայտնի անձնավորությունը կապ է ունեցել սեռական թրաֆիքինգի հետ։ Այս փաստերը կարելի է բացատրել նրանով, որ Ջեֆրի Էփշտեյնը ունեցել էր հսկայական կապեր և ցանկություններ է ունեցել ծանոթանալու այս կամ այն հայտնի աստղի հետ, որոնց թվում է նաև Մայքլ Ջեքսոնը։ Նրանք հանդիպել են միասին ոչ թե որպեսզի ծանոթանան երիտասարդ երեխաների հետ մոտիկից, այլ պարզապես Էփշտեյնը ցանկանում էր ձեռք բերել Մայքլ Ջեքսոնի տունը, այլ ճիշտ Մայքլ Ջեքսոնի ռանչոն։ Իսկ այ Փիթեր Մանդելսոնը, ազդեցիկ բրիտանացի քաղաքական գործիչը, հրաժարական է տվել իր խոխլիբերիստական կուսակցությունից և դարձել է ոստիկանության հետաքննության թիրախ, որոնք բացահայտել են, որ Էփշտեյնը վճարել է նրան և դրա դիմաց ստացել գաղտնի տեղեկատվություններ։ Մանդելսոնը նախկինում ազատվել էր Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնից Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Դիվանագետ և Սլովակիայի նախկին արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հրաժարական է տվել Սլովակիայի առաջնորդի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից այն բանից հետո, երբ Էփշտեյնի արխիվում հայտնվել են նրանց 18 թվականին ամակագրությունը, որտեղ քննարկվում էին կանանց մասին։ Լայչակը փորձել է իրեն արդարացնել, ասելով, որ դա հիմար տղամարդկային եսասիրության դրսևորում էր։ Նորվեգիայի ապագա թագուհի արքայադուստր Մետտե Մարիտն արդեն 2 անգամ ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ իր բարեկամական նամակագրության համար։ Նա նրանց հարաբերություններն անվանել է իսկական, ամոթ և մասնավորապես ներողություն է խնդրել այն իրավիճակի համար, որում ներքաշել է թագավորական ընտանիքին, մասնավորապես թագավորին և թագուհուն, այսինքն իր սկեսուրին և սկեսրայրին։ Ֆայլերում ներկայացվել են նամակներ, որտեղ Մետտե Մարիտը և Ջեֆրի Էփշտեյնը իրար հետ շնորհավորանքներով են փոխանակվում, քննարկում են գրականությունը և միմյանց հաճախոսություններ են անում։ Բացի այդ, ապագա թագուհին դժգոհել է Էփշտեյնին, որ Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հարսանիքը չափից դուրս ձանձրալի էր, շատ նման էր հին ֆիլմի։ Էփշտեյնը պատասխանել է. «Այո, ես ամբողջովին համաձայն եմ, Մարիտ»։ Երբ աղջիկը կրթված է գեղեցիկ և տիտղոսով, ինչպես նաև ազնվական ընտանիքից է, սա համարվում է անհետաքրքիր։ Սակայն ամենահետաքրքիր հարսանիքը հենց Մետտե Մարիտինն էր, ով ամուսնանում էր ապագա թագավորի հետ արդեն իսկ երեխան ձեռքին, ով ծնվել էր ոչ թե ապագա թագավորից, այլ իր նախկին դիլերից։ Մետտե Մարիտը մինչ ամուսնանալ ապագա թագավորի հետ վարել է շատ զզվելի, տհաճ և կեղտոտ կյանք, բայց սա այդքան էլ կարևոր չէ, կարևորը որ հարսանիք լինի շատ հետաքրքիր, այլ ոչ թե ձանձրալի։ Ֆայլերում կցված լուսանկարում պարզ երևում է, որ Մետտեն եղել է Էփշտեյնի կղզում և 3 օր ապրել է այնտեղ իր անչափահաս երեխաների հետ։ Նամակներում նա Էփշտեյնին ակնարկել է, որ ամուսնական դավաճանությունների համար Փարիզը իդեալական վայր է։ Այսպիսով համացանցում քննարկում են, որ Մետտե Մարիտը իր ամուսնուն, արքայազն Հոկանին դավաճանել է Էփշտեյնի հետ։ Շվեդական արքայադուստր Սոֆիան, թագավորի հարսն ու արքայազն Կարլ Ֆիլիպի կինը, ըստ պալատի պնդման, վերջին 20 տարիների ընթացքում Էփշտեյնի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Այո, նրան ծանոթացրել են, երբ նա եղել է մոդել, իսկ կղզիներ այցելել հրաժարվել է։ Մոդելային գործակալությունում նրա կարիերան ձախողվել էր, քանի որ վիզայի հետ կապված նա խնդիրներ ուներ։ Այսպիսով նրանք հասցրել են հանդիպել միայն կինոպրեմիերայի ընթացքում, բայց ոչ ավել։ Արքայադուստր Սոֆիան կապ է ունեցել Էփշտեյնի հետ, ճիշտ է հեռակա կապ, բայց ամեն դեպքում մինչ նրա առաջին անգամ բանտ նստելը չէ, 2007 թվականին Էփշտեյնին ձերբակալում են սեռական ոտնձգության համար, ինչպես նաև թրաֆիքինգով զբաղվելու համար, բայց Սոֆին նրա հետ շփվեց, ծանոթացել է 2005 թվականին, մինչ նրա ձերբակալությունը, իսկ մյուս հայտնի մարդիկ, գործարարները նրա հետ սկսել են կապ պաշտպանել, նոր են սկսել, ոչ թե շարունակել են, այլ սկսել են կապը պաշտպանել Էփշտեյնի բանտից դուրս գալուց հետո, երբ որ ամբողջ ինտերնետը լեցված էր և ողողված էր Էփշտեյնի մասին հոդվածներով, անհնար էր նրան չճանաչել։ Եվ ի դեպ այսպիսի մի բան ասեմ, որ եթե դու հրավիրված էիր Էփշտեյնի կղզի կամ Էփշտեյնի երեկույթներին, դա նշանակում է, որ դու բարձր խավի տեր մարդ ես և դու արժանի ես այնտեղ գնալու։ Իսկ եթե քեզ չէին հրավիրում Էփշտեյնի կղզիներ, նրա ինքնաթիռ, նրա հետ խնջույքների, ուրեմն դու ոչ մեկ ես, դու զրո ես, դու արժանի չես նրանց հետ լինելուն։ Այդ հարուստ մարդկանց մտածելակերպն է, որ ինչքան փող ունեն, հնարավորություն է, փոքր ժամանակվա հենց ամեն ինչ տեսել են եւ նրանց այլևս ոչինչ չի զարմացնում, բայց նրանք ունեն ցանկություն նորը տեսնելու, որտեղ արդեն ամեն ինչ ունեցել են։ Նրանք գնում են այդ քայլին, նրանք գնում են կեղտոտ գործողություններ, որտեղ դա նրանց համար նորություն է, դա դրանց համար դառնում է նորմալ։ Իսկ եթե դու սովորական մարդ ես, ով չունի նման պահանջներ, դու տեղ չունես նրանց հետ։
Թագավոր Չարլզը իր եղբորը Էնդրյուին մինչ այս ամբողջ փաստաթղթերի բացահայտումը, այսինքն 2025 թվականի վերջին, կարողացավ զրկել արքայազնի կոչումից, ինչպես նաև դքսի, Յորքի դքսի կոչումից, եւ նա այլևս չի ունենալու հնարավորություն ապրելու թագավորական ապարտամանտներում, ոչ Royal Lodge-ում եւ ոչ էլ թագավորությանը պատկանող այլ վայրում։ Կարելի է ասել, որ Էնդրյուի կարիերան որպես արքայազն, որպես թագաժառանգ ոչ մի արժեք չունի, որտեղ նա իրենց այլևս ոչինչ չի ներկայացնում։ Նրան պարզապես ասում են Էնդրյու Mauntbatten Windsor։ Նա ծնվել է արքայազն, նա ծնվել է որպես թագուհու որդի, բայց այս իր քայլերից հետո վտանգում է ամբողջ թագավորական ընտանիքի համբավը։ Եվ այդ իսկ պատճառով թագավորը մի քայլ առաջ էր, նա կարողացավ Էնդրյուին զրկել իր բոլոր տիտղոսներից, այնուհետև բացահայտվեցին փաստաթղթերը եւ ֆայլերում իհարկե հայտնվեցին շատ լուսանկարներ Էնդրյուի հետ, որտեղ նա աղջիկների հետ է եւ անգամ աղջիկներից մեկը հատակին է պառկած, իսկ նա չգիտես ինչ է այնտեղ անում, եւ պարզ չէ դա աղջիկ է, թե պարզապես տիկնիկ։ Paul Weiss ընկերության նախագահ Բրեդ Կարպը հրաժարական է տվել իր նախագահի պաշտոնից, որը Միացյալ Նահանգների ամենամեծ իրավաբանական ընկերություններից մեկն է։ Այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա երկար տարիներ կապի մեջ է եղել Էփշտեյնի հետ։ Այդ թվում 2016 թվականին նա խնդրել է դեր գտնել իր որդու համար Վուդի Ալենի առաջիկա ֆիլմերում։ Քանի որ Էփշտեյնը հիանալի հարաբերությունների մեջ էր ռեժիսոր Վուդի Ալենի հետ։ Իդեպ Վուդի Ալենին վերջերս իր որդեգրած դուստրը մեղադրում էր բռնաբարությունների մեջ։ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ արխիվներում հայտնաբերվել է առնվազն 43 զոհերի անուններ, որոնցից կեսը Էփշտեյնի շրջապատ են մտել անչափահաս տարիքում։ Իրավաբանները հետագայում պարզաբանել են, որ անձնական տեղեկատվության բացահայտման հետևանքով տուժել են գրեթե 100 կանայք։ Շատ դեպքերում հրապարակվել են ոչ միայն անուններ, այլ նաև տան հասցեներ եւ հեռախոսահամարներ։ Այս տեղեկատվությունները արդեն սկսել են տեղադրվել սոցիալական ցանցերում, որպեսզի զոհերին գտնեն եւ նրանց սպառնան։ Միամիտ, անփույթորեն, ինչպես է պատահել ոչ մեկ տեղյակ չի կամ սխալ աշխատանքի արդյունքում հրապարակվել են զոհերից շատերի անունները, իսկ նրանք չէին ցանկանում իրենց անունները հրապարակել, քանի որ վախենում էին հետապնդումներից, սպառնալիքներից եւ անգամ վախենում էին իրենց կյանքի համար, որ հնարավոր է որ մյուս չարթնանան։ Էփշտեյնն ավելի բարեկամական հարաբերություններ է ունեցել Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Գործը ներառում է 2012 եւ 13 թվականների էլեկտրոնային նամակներ, որոնցում քննարկվում է Մասկի Little St. James կղզի նախատեսված այցը, որտեղ անցկացվում էին գաղտնի երեկույթներ։ Էլեկտրոնային նամակում Իլոն Մասկը հարցրել է Էփշտեյնին. «Դուք ունեք որևէ երեկույթ պլանավորված։ Ես այս տարի շատ եմ աշխատել, այնպես որ հենց որ երեխաներս տուն վերադառնան սուտ-ծննդից հետո, ես ուզում եմ գալ քո երեկույթին»։ Իլոն Մասկը գրել է, որ պատրաստ կլինի մասնակցել խնջույքներին իր այդ ժամանակվա կնոջ Թալուլայի հետ եւ նշել է, որ ցանկանում են մասնակցել ամենախենդ երեկույթին։ Մեկ տարի անց Մասկը կրկին էլեկտրոնային նամակ է ուղարկել Էփշտեյնին, հարցնելով նա կարող է այցելել իր կղզի։ Էփշտեյնը նրան պատասխանել է. «Քեզ համար միշտ էլ տեղ կա»։ Անհասկանալի է, թե արդյոք Իլոն Մասկը երբևէ այցելել է կղզի։ Իր հերթին նա հերքել է այնտեղ լինելու խոսակցությունները։ Նա իր X-ի էջում գրել է, որ Էփշտեյնը փորձել է համոզել իրեն գնալ իր կղզի, սակայն նա հրաժարվել է։ Բայց ինձ թվում է, որ նա մասնակցել է գոնե մեկ խնջույքի, որովհետև եթե նկատեք նամակագրությունից, Էփշտեյնը նրան չի հրավիրում, այլ նա է խնդրվում, որպեսզի գնա եւ հարցուփորձը հենց Իլոն Մասկն է անում։ Ֆայլերի նոր խմբաքանակը նաև բացահայտել է Էփշտեյնի նամակները ուղղված Բիլ Գեյթսին։ Գործը ներառում է 18 թվականի հուլիսի 2-ի նամակ, սակայն պարզ չէ դրանք ուղարկվել են, թե ոչ, քանի որ այն գտնվում է չուղարկված վիճակում, այսինքն Ջեֆրին ինքը գրել է իրեն։ Սա երևի իր քարտուղարի կողմից արված սևագրություն է։ Պարզ չէ սա ինչ փաստաթուղթ է, բայց ամեն դեպքում գոյություն ունի։ Դրանցում Էփշտեյնը պնդում է, որ Գեյթսը վարակվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ։ Իսկ մյուս նամակներում ֆինանսիստը բողոքում է, որ Գեյթսը ստիպված է եղել դեղորայք ստանալ ռուս աղջիկների հետ սեքսի հետևանքները հաղթահարելու համար։ Մեկ այլ նամակում, որը սկսվում է «Սիրելի Բիլ» բառով, Էփշտեյնը պնդում է, որ Գեյթսը փորձել է թաքցնել սեռական ճանապարհով փոխանցվող վարակը, այդ թվում իր այդ ժամանակվա կնոջից՝ Մելինդայից։ Գեյթսի մամուլի քարտուղարը այս մեղադրանքներն անվանել է բացարձակապես աբսուրդային։
Հենց Հոլիվուդում մի մեծ սկանդալ է տեղի ունենում, միանգամից բոլորի աչքերը եւ սլակները ուղղվում են Քիմ Քարդաշյանի կողմը, Քարդաշյան ջներ ընտանիքի։ Իհարկե, Դիդի գործի ժամանակ էլ կային Քարդաշյանները, հիմա Էփշտեյնի ֆայլերում էլ չեն գտնում նրա անունով կապված ոչ Քրիս Ջենները, ոչ Քիմի եւ ոչ մեկը նրանց ընտանիքից, ոչ մեկ դեռ չկա բացահայտված նրանց այդ նամակագրություն, որովհետեւ հասկանում եք 3.5 միլիոն ֆայլ դա դեռ պետքա ստուգվի։ Ինչպես նաեւ մյուս 2.5 միլիոն ֆայլերը դրանք չեն հրապարակվել դեռ, հնարավոր է որ այնտեղ լինեն, պետք է սպասել։ Բայց ամեն դեպքում ուղիղ կապ Քարդաշյանների եւ Էփշտեյնների մեջ դեռ չկա, դեռ գոյություն չունի, ինչպես նաև ուղիղ կապ Հադիդների հետ կապ չունի, չնայած համացանցում լիքը տեղեկություն կա, որ Ջիջի եւ Բելլա Հադիդները, եթե հասել են նման բարձունքների մոդելային գործակալություն, դա միայն Ջեֆրի Էփշտեյնի շնորհքն է, որ նրանք շատ խելոք աղջիկներ են եղել Էփշտեյնը ինչ նրանց ասել են, նրանք արել են։ Հասկանում եք, չէ՞ ինչ էր խնդրել իրենցից Էփշտեյնը։ Ինձ չի թվում, որ սա համապատասխանում է իրականությանը, որովհետև Քարդաշյանները իր շնորհիվ Քիմ Քարդաշյանի են դարձել։ Քիմ արդեն իրեն հասցրել է մի անգամ հայտարարական լսարական ճանապարհով։ Դրա համար իր ընտանիքը չի ունեցել կարիք PR-ի, որտեղ դրանից էլ մեծ PR։ Իսկ ինչ վերաբերում է Հադիդներին, Բելլա Հադիդի հայրը չափից դուրս հարուստ մարդ է, շատ միլիարդատեր, ինչպես նաև Հադիդների մայրը, ով երեխաներին ռեալիթի շոուներով առաջ էր տանում։ Ինձ չի թվում, որ այստեղ գործում է Էփշտեյնի առաջ տանելու, աստղերին առաջ տանելու այդ ձիրքը, ինչպես նրան ասեմ։ Մի խոսքով չի թվում, որ այստեղ նրա մատը խառն է, բայց ձեր կարծիքը հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում տեսնենք կարող Քարդաշյանները ստեղ էլ կապ ունեն, թե չէ, թե ուղղակի իրենց անունը հնչեղ է ամենտեղ օգտագործում են զուտ դիտումներ հավաքելու համար։ Ամեն դեպքում համացանցում նման ինֆորմացիա պտտվում է։ Դե ինչ հոլովակն այսքանն էր։ Հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ, ինչ-որ նոր բաներ իմացաք եւ անպայման կիսվեք ձեր կարծիքներով, դրանք շատ հետաքրքիր են, ես մեկնաբանությունների բաժնում ձեզ եմ սպասում։ Եթե հավանեցիք իմ աշխատանքը, ապա գնահատեք այն ձեր լայքերով, եթե չեք հետևում Մալիքին, ապա հետևեք, նայեք իմ մյուս հոլովակները, որոնք շատ հետաքրքիր են։ Մենք շատ շուտով կհանդիպենք։ Լավ մնացեք։